Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1594-րդ օրն է, որոշեցի ձեզ համար հագեցած եթեր կազմակերպել կարևոր թեմաների շուրջ զրուցելու համար, որոնք չէի ցանկանա, որ անտեսվեին ամենօրյա վազվզոցի եւ շիլաշփոթ տեղեկատվության մեջ։ Վերլուծական թեմաներից հետո ձեզ իհարկե կներկայացնեմ ռազմաճակատի թվերը, բայց այսօր այս եթերում հիմնական շեշտը դնենք քաղաքական իրականության վրա, բայց իհարկե չենք անտեսի ռազմական իրականությունը, հատկապես ուկրաինական նոր հարվածները, խոսենք հայ հասարակության շրջանում մոսկովյան նարատիվների շարունակական տարածման մասին, թե իբր Հայաստանը չունի այլ ընտրություն, քան Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կախվածությունը, իսկ Իրանի ահաբեկչական ռեժիմը շատերը նույնիսկ ներկայացնում են որպես ամբողջական իրանական պետություն եւ ժողովուրդ։ Իդեպ Իրանի մասով նշեմ, որ երբ իրանական ժողովուրդը ազատագրվի, իսկ այդ process-ը գնում է արդեն, ուզեն ռուսամետները թե ոչ, ապա Իրանը ավելի մոտ կլինի նույն Իսրայելին, քան մյուս հարևաններին։ Իրանական ժողովուրդը հիշում է Իսրայելի հետ սերտ հարաբերությունների մասին, մինչև հեղափոխությունը, այնպես որ ռուսական գործակալները, որոնք շարունակում են հակասեմություն սերմանել, փորձելով թույլ չտալ հայ-իսրայելական հարաբերությունների վերադարձը բնական հուն, ի վերջո ավելի ծիծաղելի դրության մեջ կհայտնվեն։ Իդեպ օրերս քաղաքական գործիչ Ռևար Ավդանանը մեղադրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Արևելյան Քրդաստանում, որն Իրանում է, բռնության սրման եւ իրավիճակի ապակայունացման մեջ քրդական խմբավորումների դեմ ուղղված ռազմական գործողությունների պատճառով։ Իրավիճակը բնութագրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ քրդական ուժերի միջև պարբերական բախումներով, ինչը հանգեցնում է տեղի բնակչության բողոքներին։ Սա օրինակ է, թե ինչպես է Իրանի այսպես կոչված ղեկավարությունը իշխանությունը փորձում պահել բռնաճնշումների միջոցով, եւ եթե քրդերը ինչ-որ մակարդակի զորամիավորումներ ունեն իրենց անվտանգությունը պահպանելու փորձելու համար, Իրանի ռեժիմից տուժված հենց իրանցի ժողովուրդը դեռ ինքնապաշտպանական ջոկատներ չունի, բայց քանի գնա վիճակը Իրանում վատանալու է, չեն կարող ինքնակոչ իսլամական կորպուսի իշխանազավթները երկար երկիրը այսպես ղեկավարել, բայց դա Իրանի խնդիրներն են, մենք կհետևենք այնտեղ զարգացումներին։ Կուզեի խոսել նաեւ թրիփի մասին, քանի որ զարգացումներ կան, ինչպես եւ կանխատեսվել էր։ Այսպիսի նկար դնենք, որպեսզի մի քիչ ավելի պարզ լինի, թե ինչ հարցեր է լուծում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թրիփի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շահերի բախման մասին խոսենք։ Ամերիկան օգտագործելով թրիփը ակնհայտորեն ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Թրամփի մասնակցությունը նախագծին եւ ամերիկյան քաղաքական եւ գործարար շրջանակների ակտիվ ներգրավվածությունը վկայում են Եվրոպան եւ Ասիան միացնող հիմնական տրանսպորտային միջանցքները վերահսկելու Ամերիկայի մտադրության մասին։ Ամերիկայի քաղաքական հաջողությունը ֆիքսված է կոնկրետ քայլով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ ավելի ճիշտ նախակնքված պայմանավորվածություններով։ Ամերիկան զգալի առաջընթաց է գրանցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման գործում, ինչը նրանց թույլ է տալիս ազդել տարածաշրջանային գործընթացների վրա եւ սահմանափակել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի ազդեցությունը։ Տնտեսական գործիքների կիրառումը սա Վաշինգտոնի կողմից ռիսկերի կառավարում է դարձել նաեւ։ Ամերիկան ակտիվորեն կիրառում է տնտեսական լծակներ, ներառյալ ֆինանսական հաստատությունները եւ գործարար շրջանակները սեփական շահերին ձեռնտու պայմաններ ձևավորելու համար։ Անդրադառնանք Ադրբեջանի համար տնտեսական մարտահրավերներին։ Ադրբեջանը, չնայած Ամերիկայի քաղաքական աջակցությանը, բախվում է լուրջ տնտեսական դժվարությունների, որոնք խոչընդոտում են այնպիսի լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ինչպիսին է օրինակ թրիփը։ Ադրբեջանին շտապ ինվեստիցիաներ են պետք, որպեսզի կարողանա իր նավթագազային ոլորտում շարունակի շահույթ ստանալ, բայց ինվեստիցիաներ Բաքվին չի հաջողվում ներգրավել։ Վերադառնալով թրիփին, ասեմ, որ այսօր թրիփի մասով կա անբավարար տնտեսական հիմնավորում Բաքվի կողմից։ Ամերիկյան գործարար կառույցները եւ բանկերը նախագծի տնտեսական հենքը համարում են անբավարար, ինչը նվազեցնում է ներդրումային գրավչությունը եւ սահմանափակում թրիփի ֆինանսավորումը։ Այդ իսկ պատճառով Բաքուն փորձում է բանակցությունները ձգձգելով նոր հիմնավորումներ գտնել կամ գոնե թեքել արևմուտքի ուշադրությունը դեպի միջին միջանցք։ Հիմա կարծես փողզիջումների որոնման փուլ է։ Նման պայմաններում Ադրբեջանը ստիպված է ֆինանսավորում փնտրել գոնե հենց միջին միջանցքի համար տրանսպորտային երթուղային հատվածի, որը կարող է իրականացվել ավելի քիչ ծախսերով եւ ռիսկերով, եւ եթե կարծես թե միջին միջանցքը տնտեսական առումով երկրորդ պլան է մղում թրիփի նախագիծը, միևնույն է քաղաքական կոնտեքստում Բաքուն աշխատելու է առաջ տանել
տանել երկու ուղղություններն էլ։ Թրիփի փոխարեն Բաքուն իրականացնում է Նախիջևանի հետ կապի այլ ուղի, որը եւ կար վաղուց, դա Իրանի տարածքով ճանապարհի մասին է, բայց այստեղ էլ Բաքուն մեծ մանևրի տեղ չունի, որովհետեւ Վաշինգտոնը ցանկանում է վերահսկել իրավիճակը տրանզիտի հետ կապված, իսկ վերահսկման համար կա Թրիփ նախագիծը։ Խոսենք մյուս խաղացողների ամբիցիաների մասին։ Թուրքիան եւ Չինաստանը Հարավային Կովկասը ավանդաբար դիտարկում են որպես կարևոր տարածաշրջան տնտեսական եւ քաղաքական նախագծերի միջոցով սեփական ազդեցությունը ընդլայնելու համար։ Այդ իսկ պատճառով Թուրքիայում դեռ շարունակվում է խոսույթը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եւ այստեղ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավորությունների սահմանափակում։ Թրամփի մասնակցություն եւ ամերիկյան ազդեցության ուժեղացումը Թրիփի միջոցով սահմանափակում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավորությունները օգտագործելու չինական ներդրումներն ու տնտեսական մեխանիզմները սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ Հիմա գնում է մրցակցություն ազդեցության համար։ Այդ իսկ պատճառով ուշադիր եղեք Հայաստանում հակաթրիփական, եթե կարելի է այդպես ասել, տրամադրություններ տարածողների հայտարարություններին, եւ եթե մի փոքր ուշադիր լինենք, պարզ կերևա, թե ում շահերն են նրանք պաշտպանում կեղծ հայրենասիրական լոզունգների տակ։ Դա կամ Ռուսաստանն է, կամ Չինաստանը, կամ Թուրքիան։ Իհարկե այստեղ կա նաև Իրանի այսօրվա իշխանության ֆակտորը, բայց դա ժամանակավոր է եւ համեմատած մյուսների հանդեպ բավական թույլ։ Թրամփի քաղաքական կողպեքը Թրիփի միջոցով լարվածություն եւ մրցակցություն է ստեղծում խոշոր խաղացողների միջև, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության։ Ավելի ճիշտ արդեն սկսվել է Ամերիկայի ամրացման process-ը, հա։ Փորձենք հասկանալ հետևանքները տարածաշրջանային կայունության եւ զարգացման համար։ Առաջինը դա ճնշումն է Ադրբեջանի վրա։ Ամերիկայի եւ արևմտյան ֆինանսական կառույցների կողմից տնտեսական սահմանափակումներն ու քաղաքական ճնշումները ստիպում են Ադրբեջանին հարմարեցնել իր ռազմավարությունները եւ փնտրել զարգացման նոր ուղիներ, ինչը ստեղծում է ռիսկեր Թուրքիայի եւ Չինաստանի համար։ Տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի ազդեցության նվազումը կարող է հանգեցնել վերջիններիս արտաքին քաղաքական եւ տնտեսական ռազմավարության վերանայմանը։ Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդումը նոր հնարավորություններ է բացում Ամերիկայի համար վերահսկելու տրանսպորտային միջանցքները եւ զսպելու մրցակիցներին։ Թրիփ նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում աշխարհաքաղաքական եւ տնտեսական բարդ փոխազդեցության դասական օրինակ է։ Ամերիկան հասել է զգալի քաղաքական հաջողությունների, սակայն Ադրբեջանի տնտեսական մարտահրավերները եւ մրցակցությունը Թուրքիայի եւ Չինաստանի հետ ստեղծում են անկայունություն եւ անորոշություն հենց այս խաղացողների համար, ինչը չի կարող չազդել մնացած խաղացողների վրա։ Ադրբեջանը պետք է հավասարակշռություն գտնի քաղաքական պարտավորությունների եւ տնտեսական իրողությունների միջև, իսկ Ամերիկան պահպանի ռազմավարական ազդեցությունը միաժամանակ հաշվի առնելով տնտեսական սահմանափակումները եւ այլ խաղացողների տարածաշրջանային շահերը։ Եվ այստեղ իր հերթին խաղի մեջ է մտնում Եվրոպան երկրորդ տրեկով նոր ստատուս քվոն ֆիքսելու համար, ինչը անփորձ քաղաքագետները չեն ընկալում կամ ընկալում են որպես Եվրոմիության ու Ամերիկայի մրցակցություն, իսկ Ադրբեջանի տնտեսական ոլորտի խնդիրները կարելի է դիտարկել որպես ժամանակային առավելություն Հայաստանի համար, ինչով Երևանը հնարավորություն է ստանում ամրապնդել իր դիրքերը, մինչ մնացած խաղացողները զբաղված են իրենց հարցերը լուծելով, եւ Երևանը կարող է զարգացնել սեփական նախագծերը տարածաշրջանում, քանի դեռ Ադրբեջանը լուծում է եղած մարտահրավերները։ Այնպես որ սրա նրա արածներին պիտակներ կպցնելու փոխարեն մենք բոլորս պետք է սևեռվենք մեր հայրենիքը ամրացնելու գործընթացի վրա։ Հիմա որպես եւս մեկ օրինակ բերեմ Թուրքիայի հետ կապված թարմ իրադարձություն, թե ինչպես է Արևմուտքը Էրդողանի Թուրքիային իր տեղը դնում։ Օրինակ թուրքական քահան կործանիչ ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Արևմուտքը, մասնավորապես Ամերիկան, օգտագործում ռազմատեխնիկական կախվածությունը Անկարայի նկատմամբ ռազմավարական վերահսկողություն սահմանելու համար։ 5-րդ սերնդի սեփական քահան կործանիչի ստեղծման Թուրքիայի ավակնոտ ծրագիրը ամբողջությամբ կապված է ամերիկյան F-110 շարժիչների հետ։ Սեփական շարժիչի մշակումը հետ է մնում առնվազն մինչև 32 թվականը, իսկ Էրդողանը չգիտի ինքը կկառավարի մինչև 32 թվականը թե ոչ, ինչը Անկարային առաջիկա տարիներին դնում է կրիտիկական կախվածության մեջ Վաշինգտոնի համաձայնությունից։ Ամերիկան կոնգրեսում արդեն իսկ նախաձեռնել է բանաձև $700 միլիոն արժողությամբ այս
շարժիչների վաճառքը արգելափակելու վերաբերյալ։ Ճնշման պատրվակը բացահայտորեն անվանվում է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ՆԱՏՕ-ի այլ անդամների Հունաստանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքները, ինչպես նաև Անկարայի կոշտ դիրքորոշումը Ամերիկայի Մերձավոր Արևելյան գլխավոր գործընկերոջ Իսրայելի նկատմամբ։ Հիմա ձեռքով եմ անում Երևանում նստած այն սիրողական մակարդակի վերլուծաբաններին, ովքեր ասում էին, որ Ամերիկան կնախընտրի Թուրքիան Իսրայելին։ Ամերիկան քրիտիկական բաղադրիչների մատակարարումը օգտագործում է որպես խրախուսման եւ պատժի գործիք։ Մեր լսարանը լավ հիշում է, թե Թուրքիայի կողմից ռուսական S-400 հոփամակարգերի գնումը ինչպես հանգեցրեց զենքի խիստ էմբարգոյի Անկարայի նկատմամբ։ Ընդառաջ քայլերը, օրինակ 24 թվականին F-16-երի գործարքի հաստատումը տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ Անկարան զիջումների է գնում արևմուտքին։ Թուրքիայի կողմից չափից ավելի աշխարհաքաղաքական ինքնուրույնության ցուցաբերելու ցանկացած փորձ անմիջապես կասեցվում է նրա առանցքային ռազմական ծրագրերի սառեցման սպառնալիքով։ Իսկ այս ֆոնին, ինչպես եւ թրիփի օրինակով, երկրորդ տրեկով միշտ հանդես է գալիս Եվրոպան, որն ունի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, նույն սկզբունքով՝ բարեկամիդ մոտ պահիր, թշնամուտ ավելի մոտ։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից ձեր աջակցության համար։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի ունեցել ավելի քան 551 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են ևս 2710 զինվոր եւ ավելի քան 4847 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ ու սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,411,050 օկուպանտ։ Դե Պուտինը իր մշտական ահաբեկիչի դերում է։ Հուլիսի 6-ի գիշերը Ռուսաստանը նոր համակցված հարված է հասցրել Ուկրաինային, արձակելով օդային արձակման 419 միջոց, որոնցից Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել եւ վնասազերծել է 326 դրոն եւ 37 հրթիռ, բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռների զանգվածային կիրառման պատճառով երկրի 34 կետերում արձանագրվել է 47 հարված, իսկ հիմնական հարվածը բաժին է ընկել մայրաքաղաքի տարածաշրջանին։ Ընդհանուր հաստատվել է 12 մարդու մահ եւ ավելի քան 60 խաղաղ բնակչի վիրավորում։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Զոհերից 12-ից 11-ը Կիևում էր։ Կիևում պաշտոնապես հաստատվել է 11 մարդու մահ, եւս 46-ը վիրավորվել են, նրանցից 5-ը երեխաներ, իսկ երեքշաբթի հուլիսի 7-ը քաղաքում հայտարարվել է սգոր։ Հրթիռային հարվածներն ու բեկորները վնասել են ավելի քան 20 տեղամաս Պադոլսկի եւ Դարնիցկի շրջաններում, որտեղ ավերվել են բնակարաններ, 9 հարկանի եւ 2 25 հարկանի բնակելի շենքերում, ինչպես նաեւ Գալասաևսկի եւ Աբալոնսկի շրջաններում, որտեղ հայրվել են տնտեսական պահեստներ։ Կիևի մարզում զոհվել է 1 մարդ եւ 15-ը վիրավորվել, իսկ Վիշնյովոյի քաղաքում հարվածի պատճառով սկսվել է պայթյունավտանգ առարկաների երկրորդային դետոնացիա, ինչը իշխանություններին ստիպել է բնակչությունը տարհանել 2 հասցեներից, մինչդեռ Ուկրզալիզնիցյան, սա ուկրաինական երկաթուղին է, ստիպված է եղել մի շարք հատվածներում գնացքների երթևեկությունը կազմակերպել շրջանցումով։ Բացի մայրաքաղաքից հրետակոծության տակ է հայտնվել Օդեսան, որտեղ թևավոր հրթիռներն ու դրոնները ավերել են բնակելի կառուցապատումը, առաջացրել հրդեհներ եւ վիրավորել առնվազն 1 մարդու։ Խարկովի մարզում պայթյունների եւ հարվածների շարք է արձանագրվել Իզյում քաղաքում։ Դնեպրոպետրովսկի մարզում օկուպանտները հարվածներ են հասցրել Կամենսկայի քաղաքին եւ ավիաբոմբեր կիրառել տարածաշրջանի ուղղությամբ, իսկ Սումիի մարզում անօդաչու սարքերի խիտ հարձակման տակ է հայտնվել Շոստկա քաղաքը։ Այսպես է կռվում Ռուսաստանը ուկրաինական ճշգրիտ հարվածների ֆոնին։ 26 թվականի հունիսին Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան 200,000 ռուսական թիրախ, հատուկ շեշտադրում կատարելով հակառակորդի լոգիստիկայի, պահեստների, տրանսպորտի եւ մատակարարման երթուղիների ոչնչացման վրա։ Լոգիստիկ հանգույցներին հասցվող հարվածների քանակը շարունակում է աճել, իսկ Ղրիմի օբյեկտների վրա հարձակումների ինտենսիվությունը զգալիորեն մեծացել է, իսկ հուլիսի սկզբին բարի դրոնների հարվածները դարձան այս ռազմավարության ուղղակի շարունակությունը։ Վերջին 2 օրվա
օրվա ընթացքում ստորաբաժանումները շարքից հանել են 16 էլեկտրակայան հարավում եւ Ղրիմի թերակղզում Ռուսաստանի ռազմական օբյեկտների էներգետիկ մեկուսացման համար մեկ ամսվա ընթացքում խոցվել է թշնամու ավելի քան 200,000 թիրախ, գրեթե 2 անգամ աճել է մարտական շփման գծից ավելի քան 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման թիվը ամռան առաջին ամսվա ընթացքում լիկվիդացվել կամ ծանր վիրավորվել է շուրջ 28,000 օկուպանտ, խոսքը անօդաչու ուժերի կողմից խոցված օկուպանտների մասին է, գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ թշնամու հրետանու, ինչպես նաև ավտոմոբիլային եւ մոտոտեխնիկայի ոչնչացման գծով, անցած ամսվա արդյունքներով ուկրաինացի զինվորականները որսացել են հակառակորդի ռեկորդային թվով դրոններ, 49,575 սարք, 26 թվականի հուլիսի սկզբին միանգամից մի քանի հայտնի ռուս բլոգերներ եւ ռազմական թղթակիցներ հանդես եկան կտրուկ հայտարարություններով, որոնք խարխլում են Կրեմլի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաշվետվությունները։ Մաքսիմ Կալաշնիկովը կանխատեսում է, որ Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու չափազանց բարդ որոշումներ կայացնել, քանի որ ներկայիս ռազմական ռազմավարությունը մտել է փակուղի, իսկ հյուծող պատերազմը սկսում է հարվածել հենց Ռուսաստանի ներքին կայունությանը։ Միևնույն ժամանակ ռազմական թղթակից Վլադիմիր Ռոմանովը հրապարակային սկանդալ հրահրեց, ուղղակիորեն ակնարկելով, որ Վալերի Գերասիմովի եւ Պուտինի հայտարարությունները Կոնստանտինովկայի շուրջ ունեցած խոշոր հաջողությունների մասին սուտ են եւ ֆանտոմային հաղթանակներ են դրանք։ Այս հայտարարություններից հետո Ռոմանովը ենթարկվեց Կրեմլի հավատարիմ այլ ալիքների կոշտ հարձակումներին, որոնք նրան մեղադրեցին հակառակորդի օգտին աշխատելու մեջ։ Բացի այդ, բլոգեր Իլյա Ռեմեսլոն կոշտ կերպով ծաղրեց Թրամփին իրենց կողմը քաշելու Կրեմլի համար փորձերը, Ամերիկայի անկախության օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանքները եւ Ռուսաստանի իբր հաջող հարձակման մեջ ամերիկացի քաղաքական գործիչներին համոզելու ճիգերը անվանելով քաղաքական հարասմենտ։ Ըստ Ռեմեսլոյի, այն փաստը, որ ողջ ռուսական պետական ապարատը վազում է Թրամփի հետևից, ակնառու կերպով ցույց է տալիս Պուտինի իրական ծայրահեղ ծանր դրությունը, ով միջազգային մեկուսացումից դուրս գալու ցանկացած ելք է փնտրում։ Շաբաթ օրը Ստավրոպոլում խոշոր հրդեհ է բռնկվել տեղի ինդուստրիալ պարկի տարածքում, Լաքա ներկանյութերի պահեստում, որտեղ գործում է նաև ռազմական լոգիստիկայի համար կիրառվող ավտոկցորդների գործարանը։ Կրակի մակերեսը հասել է 5000 քառակուսի մետրի, իսկ որպես պաշտոնական պատճառ է նշվել իբր գազի բալոնի հերմետիկության խախտումը, ինչը հանգեցրել է պայթյունի եւ 150 մարդու տարհանման։ Հուլիսի 5-ի գիշերը հակառակորդի հարձակողական ներուժի նվազեցման շրջանակներում Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի շարք կարևոր լոգիստիկ օբյեկտների։ Հարվածի տակ է հայտնվել օկուպացված Ղրիմի Գվարդիեյսկայի առանցքային ռազմական աերոդրոմը, որն օգտագործվում է մարտական եւ ծովային ավիացիայի բազավորման, ինչպես նաեւ մարտական թռիչքների եւ լոգիստիկայի ապահովման համար։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականները խոցել են երկու ավտոմոբիլային կամուրջ Դոնեցկի մարզում, Գրուսկի Ելաչնիկ եւ Կալմիուս գետերի վրայով եւ զինամթերքի 3 պահեստ Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի մարզերում։ Այս ֆոնին փորձագետները նշում են, որ Ռուսաստանում տիրող վառելիքային խորը ճգնաժամը ուկրաինական դրոնների կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների համակարգված ոչնչացման պատճառով Ռուսաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի սուր դեֆիցիտ է առաջացել, ինչը կարծես լուծում չի գտնում։ Փորձագետ Միխայել Գոնչարի նկատմամբ այդ դեֆիցիտը ծածկելու համար տարածաշրջանում լիովին հավանական է ասիական երկրներից վառելիք տեղափոխող տանկերների հայտնվելը, սակայն վերլուծաբանը ընդգծում է, որ ցանկացած նմանատիպ օտարերկրյա նավ կդառնա օրինական ռազմական թիրախ Ուկրաինայի պաշտպանության ուժերի համար, հենց որ մուտք գործի Ուկրաինայի տարածքային ջրեր, ներառյալ Ազովի ծովի ջրատարածքը, Ուկրաինան աննախադեպ արագությամբ ոչնչացնում է Ռուսաստանի թիկունքային ենթակառուցվածքները, օգտագործելով հեռահար դրոններ եւ հրթիռներ նավթավերամշակման գործարանների, ռազմական պահեստների եւ լոգիստիկ հանգույցների համակարգված կործանման համար, ինչը խարխլում է հյուծող երկարատև պատերազմ վարելու Կրեմլի կարողությունը։ Այս ֆոնին ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության մոսկովյան կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը խոստովանել է, որ Վլադիմիր Պուտինը եւս մեկ ճակատագրական սխալ է թույլ տվել, հրաժարվելով ժամանակին մոբիլիզացիայի նոր ալիքի իրականացումից։ Փորձագետի գնահատմամբ ներքին սոցիալական պայթյունի վախից բացահայտ մոբիլիզացիա հայտարարելու Կրեմլի չցանկանալը հանգեցրել է ռազմաճակատում կենթանի
ուժի սուր պակասի, ինչի պատճառով ռուսական բանակը կորցնում է հարձակողական ներուժը եւ չի կարողանում պահպանել հավասարակշռությունը Ուկրաինայի հյուծող հարվածների ներքո։ Իդեպ չմոռանամ ասել, որ Աֆրիկայում էլ Պուտինի գործերը լավ չեն, նորից ջարդ են ստացել Մալիում։ Ուրբաթ ուշ երեկոյան հուլիսի 3-ին Պուտինը տեսախցիկի առջև հայտարարեց, թե ռուսական զորքերը ամբողջությամբ իբր գրավել են Կոնստանտինովկան, որը Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական կարևոր քաղաքն ու պաշտպանության խոշորագույն հանգույցն է Դոնեցկի մարզում։ Կրեմլամերձ լրագրողները անմիջապես սկսեցին դա տարածել որպես շաբաթվա գլխավոր հաղթանակ։ Շաբաթօրյա հեռախոսազրույցը Պուտինի եւ Թրամփի միջև, որը նվիրված էր Ամերիկայի անկախության օրվան, տևել էր գրեթե 1.5 ժամ։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, մասնավորապես Յուրի Ուշակովի հայտարարությունների, Պուտինը հսկայական ժամանակ է հասկացրել մարտի դաշտում իրական պատկերը նկարագրելուն, իրական ռուսական պատկերացմամբ։ Նա անձամբ բարձեցել է Թրամփի առաջ Կոնստանտինովկայի գրավմամբ, փորձելով օգտագործել այս կեղծ փաստարկը որպես ճնշման լծակ սպասվող հնարավոր բանակցություններից առաջ։ Այս ֆոնին Վլադիմիր Զելենսկին ակնթարթորեն արձագանքեց Պուտինի հայտարարություններին, բացահայտելով Պուտինի հերթական սուտը աշխարհին եւ Թրամփին։ Ուկրաինայի նախագահը կիրառեց կոշտ դիվանագիտական տրոլինգ։ Նա Պուտինին հրավիրեց բանակցություններ վարել հենց Կոնստանտինովկայում։ Տրամաբանությունը պարզ էր, եթե քաղաքը ձեր վերահսկողության տակ է, ապա այնտեղ ինձ հետ հանդիպելու խնդիր Պուտինը պետք է չունենա։ Կրեմլում այս մարտահրավերը ակնկալիորեն արհամարեցին, իսկ Դմիտրի Պեսկովը անորոշ մերժում տվեց, նշելով, թե Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է, այլ ոչ թե Կոնստանտինովկան, դե փախնելու համար ինչ-որ մի բան պետք է մտածեին, չէ՞, բայց ասեք, որ ճոխ ստացվեց։ Հուլիսի 5-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը վերջնականապես փակեց այս հարցը, հրապարակելով տեսանյութեր, որոնք նկարահանվել էին 19-րդ բանակային կորպուսի մարտիկների կողմից հենց Կոնստանտինովկայի փողոցներում։ Տեսանյութում ուկրաինացի զինվորականները ազատ տեղաշարժվում են քաղաքի տարբեր թաղամասերում եւ հաստատում, որ Կոնստանտինովկան գտնվում է եւ կմնա Ուկրաինայի պաշտպանության ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Գլխավոր շտաբում նշել են, որ օկուպանտները փոքր գրոհային խմբերով ծայրամասեր թափանցելու փորձերը չեն դադարեցնում, բայց այդ խմբերը օպերատիվորեն հայտնաբերվում եւ ոչնչացվում են։ Ռուսական բանակի կողմից քաղաքի որևէ վերահսկողության կամ գրավման մասին խոսք լինել չի կարող։ Արդյունքում Պուտինը հայտնվեց առավելագույնս անհարմար դրության մեջ։ Նա ուղիղ խոսակցության ժամանակ ապատեղեկատվություն հայտնեց Թրամփին, ինչից հետո ուկրաինացի զինվորականները հերքեցին նրա խոսքերը սոցցանցերում սովորական տեսահոլովակներով։ Ինձ թվում է Կուպյանսկից հետո Պուտինը նման ակնհայտ սուտ ասելու չի գնա, բայց երևում է, որ վիճակը շատ վատ է Պուտինի, այդ իսկ պատճառով նոր հաղթանակ էր ուզում հորինել։ Քանի դեռ Կրեմլը տենդագին փորձում է արտերկրում բենզին գտնել, երկրի ներսում եւ օկուպացված տարածքներում ճգնաժամը միայն ընդլայնվում է։ Մեր տելեգրամյան ալիքի հետևորդները հավանաբար արդեն տեսել են այդ կադրերը, թե ինչպես են Ռուսաստանի եւ օկուպացված տարածքների խանութների դարակներից սկսել անհետանալ սննդամթերքները։ Կրեմլը նեղն է, Բելարուսից հունիսին ներկրված վառելիքը Ռուսաստանին բավականացրել է ընդամենը 1 օրից մի փոքր ավելի, ինչի պատճառով Կրեմլը սահմանամերձ շրջաններին առաջարկել է աբսուրդային ելք բենզինով լիցքավորվել հարևան երկրներում, այդ թվում նաև Չինաստանում։ Չիտայի եւ Զաբայկալեի բնակիչները զանգվածաբար օգտվում են Չինաստանի քաղաքացիների ծառայություններից, ովքեր վճարի դիմաց ռուսական մեքենաները տեղափոխում են Մանջուրիա լիցքավորելու եւ վերադարձնում են տերերին։ Միևնույն ժամանակ Ղազախստանում սկսվել են մանիպուլյանտների որսեր, 2 օրում արձանագրվել է դեպի Ռուսաստան բենզինի ապօրինի արտահանման 61 դեպք։ Այս ֆոնին օրասական իրավիճակ է ստեղծվել օկուպացված Ղրիմում, որտեղ լիցքավորման կայաններից բենզինը ամբողջությամբ անհետացել է, իսկ դիզելային վառելիքի գները հասել են տիեզերական չափերի։ Թերակղզի տեղափոխված ռուսները զանգվածաբար բողոքի տեսանյութեր են ձայնագրում, հայտարարելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը իրենց լքել է Բախտի քմահաճույքին։ Քաղաքացիները Պուտինից պահանջում են կատարել անվտանգության եւ ապահովման խոստումները, դժգոհելով, որ Ղրիմում կյանքը վերածվել է դաժան գոյատևման։ Ինձ թվում է մեր լսարանից շատերն այս կադրերը նույնպես տեսել են մեր տելեգրամում։ Իդեպ ռուսական բանակը իր անզորությունից նաև ավտոլցակայանների հետ է կռվում, մերոնք իրենց նավթավերամշակման գործարաններն ու նավթային տերմինալներն են խոցում։ Ռուսական բանակը իր մանր բնույթն է ցուցադրում ավտոլցակայանների դեմ պայքարում։ Իմջելոց այդ ավտոլցակայաններից մեկը ադրբեջանական Սոկար ընկերությանն էր պատկանում Օդեսայի մարզում։ Ռուսական զորքերը 25 թվականից ի վեր հարվածներ են հասցրել Ուկրաինայում Սոկարի առնվազն 4 լցակայանների, ինչպես նաև գրոհել են այդ ընկերության նավթ բազան։ Դե տարբեր ընկերություններ կան, 4-ը ադրբեջանական էր։
Իդեպ այդ մակարդակը ունենալով ռուսական զորքերը եւ իրենց պրոպագանդիստները արդեն հասցրել են իրենց լսարանին տարածել, թե իբր խոցել են ռազմական թիրախներ, դե երևի Կիևյան բնակարաններում էին այդ ռազմական թիրախները կամ հրուշակեղենի գործարանում, չգիտեմ։ Ամենաթունդ սուտը ռուսական այսօր այն էր, որ Վիշնյովի քաղաքում իբր ուրանով հարստացրած արկեր էին պահեստում, որտեղ որ խոցում էր եղել։ Իդեպ նրանք տարածում էին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի լրիվ այլ բնույթի հայտարարությունը, կցած իրենց բանսարկությամբ, երևի թե մտածում էին, թե ոչ ոք ուկրաիներեն չգիտի կարդալ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը այլ բանի մասին էր հայտնում, ռուսները իրենց բացատրությունն էին վրայից ավելացրել, իբր ուրանով հարստացրած արկեր են խոցվել։ Դե պարզ է, մի սուտ պետքա հորինեին։ Այդ ֆոնին իրենք աշխատում են իրենց խոցումները պարտակած լինել, դե իսկ ուկրաինական ուժերը իրենց պլանավորած աշխատանքն են անում Ռուսաստանի եւ օկուպացված տարածքներում։ Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի տարբեր մարզերին, իրականացնելով զանգվածային դրոնների հարձակում։ Ոմանք սա պատասխան հարված են անվանում, ես կասեի, որ գիշերը գնում էին հանդիպակաց օդային մարտեր, մի տարբերությամբ, որ Պուտինի բանակը Ուկրաինայի խաղաղ բնակիչներին էր հարվածում գիշերով, իսկ Ուկրաինան աշխատում է զրկել Ռուսաստանին պատերազմ վարելու միջոցներից։ Պուտինի Կիևին հարվածների պատճառներից մեկն էլ դա է, որ փորձում են պատկեր ստանալ իրենց ժողովրդի համար, բայց չեմ կարծում, որ շատերը ժամանակ կունենան Ռուսաստանում ուրախանալ Պուտինի ոճրագործություններով։ Բենզինի հերթերում ռուսաստանցիները այլ զբաղմունքներ ունեն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի 20 տարածաշրջաններում եւ Ղրիմում 519 ուկրաինական դրոնների հետ են պայքարել։ Ղրիմում ասեմ, որ ուկրաինական հարվածների հետևանքով Սևաստոպոլը եւ Պատորյան եւ Կերչը ամբողջությամբ մնացել են առանց էլեկտրականության, հրդեհներ են բռնկվել Սիմֆերոպոլի էլեկտրակայանում եւ Գվարդիեյսկայի ավիաբազայում։ Ռուսական Յարոսլավլում դրոնները խոցել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը Սլավնեֆց Յանոսը, որտեղ խոշոր հրդեհ է սկսվել։ Բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Բացի այդ, Լենինգրադի մարզում հարվածներ են հասցվել Ուստլուգա եւ Վիսոցկա ռազմավարական նավահանգիստներին, ինչպես նաեւ Լուժսկի ռազմական պոլիգոնին։ Ազովի ծովում գիշերային հարձակման ընթացքում խոցվել եւ հրդեհվել են 2 ռուսական տանկերներ, որոնք դիֆիցիտային բենզին էին տեղափոխում ժամանակավոր օկուպացված Ղրիմ։ Ռուսական հրամանատարությունը գիտակցում էր ռիսկերը, ուստի յուրաքանչյուր տանկերի տախտակամածին տեղակայել էր գնդացրորդների մի ամբողջ դասակ դրոնների հարձակումները հետ մղելու համար, սակայն դա չի խանգարել ուկրաինական դրոններին ճեղքել պաշտպանությունը եւ հարվածել թիրախներին, ինչի հետևանքով 2 նավերի վրա էլ հզոր հրդեհներ են բռնկվել։ Սա էլ ավելի խորացնի վառելիքի ճգնաժամը Ղրիմում։ Բացի այդ, հենց Կերչում դրոնները խոցել են ռուսական ՏԵՍ ընկերության նավթագազային տերմինալը ծովային նավահանգստում, որտեղ նույնպես խոշոր հրդեհ է սկսվել։ Տանկերներին հարվածելու մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին։ Մեր եթերի պատրաստման պահին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է հաջող հարվածները Ռուսաստանի 2 խոշոր նավթավերամշակման գործարաններին։ Պաշտպանության ուժերը Ուկրաինայի խոցել են Յարոսլավլ Սլավնեֆց Յանոս նավթավերամշակման գործարանը եւ Լենինգրադի մարզի Նովատեկ Ուստլուգա գործարանը։ Բացի այդ, Լենինգրադի մարզի Լուգա քաղաքի շրջանում հարվածի տակ է հայտնվել հակառակորդի 26-րդ հրթիռային բրիգադի մշտական տեղակայման վայրը։ Ժամանակավոր օկուպացված Ղրիմում հաստատվել է Կերչի ՏԵՍ տերմինալ 1-ի խոցումը, որը հանդիսանում է բենզինի եւ դիզելային վառելիքի պահպանման եւ փոխաբեռնման խոշորագույն համալիրներից մեկը ռուսական զորքերի կարիքների համար։ Լուգանսկի մարզում ոչնչացվել են նաեւ դրոնների պահեստ Չերվոնո-Պապովկայի շրջանում, զինտեխնիկայի կուտակում Պիսկարևկայի մոտ եւ երկաթուղային ուղեկամուրջ Դովժանսկի շրջանում, որն օգտագործվում էր Ռուսաստանի ուժերի տեղափոխման համար։ Մեր եթերի պատրաստման պահին ուկրաինական դրոնները դեռ ճախրում էին Ռուսաստանի հեռավոր երկնքում։ Ամենայն հավանականությամբ Սիբիրից էլ կարող ենք լուրեր ունենալ, բայց այդ մասին կպատմենք, երբ հավաստի աղբյուրներից տեղեկություն լինի։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը։ Անչափ շնորհակալ եմ, որ մեր հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները։ Կհանդիպենք ամենայն հավանականությամբ չորեքշաբթի օրը։ Եթե ստացվեց, այս օրերի ընթացքում անալիտիկա ալիքում էլ եթեր կպատրաստեմ։ Մինչ նոր հանդիպում եւ ամենագլխավորը, անփորձանք եղեք,